7 ծեծում են ալիքտա գնացել մասը միար։ Մեկ ամիս առաջ կիսատ թողած խոսքն այսօր շարունակում է մեր ձևով շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը։ Գերնին քաղաքացիական հագուստով անձեր, այսինքն ոստիկանի չէր, ու վերջինիս շուրջ այդ բանը ֆիքսեցի, որ բավականին մեծ թիվ ոստիկաններ կան ու առնվազն անհասկանալի էր թե ինչ էին անում։ Այդ միջադեպը հոկտեմբերի 20-ին Կարմիր բերետավորների Գյումրիի գրոհ անունը ստացած օպերացիայի ընթացքում է տեսել փաստաբան Ռուբեն Մխիթարյանը, ինչ փորձել է հասկանալ թե ինչ է կատարվում, ոստիկանները ձեռքերը ոլորել բաժին են տարել։ Ռուբեն Մխիթարյանի գործը առանձնակի էր այնքանով, որ իմ գործընկերը բացառապես հարգելի ընկերներ իրացրել է իր մասնագիտական գործունեությունը։ Բաժին տանելուց հետո Մխիթարյանին մեղադրանք էր առաջադրվել զանգվածային անկարգությունների մասնակցելու եւ արդարադատության իրականացմանը միջամտելու համար։ Հոկտեմբերի 23-ին դատարանը նրան 2 ամսով կալանավորել էր։ Գործի հիմքում մեկ ոստիկանի ցուցմունք է, որն ըստ Մխիթարյանի փաստաբանի ձերբակալության հետ բացարձակ կապ չունի։ Ձերբակալման արձանագրությունը կազմել է այլ անձ ոստիկան, իսկ հարցաքննվել է այլ անձ, որ ընդհանրապես Ռուբեն Մխիթարյանի ձերբակալման հետ առնչություն չի ունեցել։ Եվ այո, շատ տեղին էր ձեր հարցը, երբ որ մենք այդ տեսագրությունն ենք դիտում հարցաքննության, նա անգամ Ռուբեն Մխիթարյանին չէր էլ ճանաչում։ Ռուբեն Մխիթարյանը 28 օր ապօրինի կալանավորված է եղել Արթիկի գաղութում, պնդում է փաստաբանը։ Նոյեմբերի 18-ին է վերաքննիչ դատարանը վերացրել կալանքը, դատախազությունը մտադիր է բողոքարկել այդ որոշումը։ Թող բողոքարկեն, մենք եւս բողոքին պատասխաններ կտանենք։ Իրավական այս ճնշումներով իշխանությունը փորձում է վախի մթնոլորտում պահել երկիրը, համոզված է Ռուբեն Մխիթարյանը։ Օրվա իշխանությունները ստից փորձում են նման ճանապարհով մարդկանց վախեցնել, նման քեյսերով, խնդիրներով մարդկանց վախեցնել, որովհետեւ գործողություն չանել։ Չի ստացվի, վստահ է Մխիթարյանը, Գյումրիում հակառակ էֆեկտն է թողել ոստիկանական գրոհը։ Վստահ եմ, չեն կոտրվել ու չեն կոտրվելու, որովհետեւ ինչպես մեր նաև Նարեկ Կարապետյանը, թե չեմ սխալվում, հարցազրույցներից մեկում նշեց, որ հիմա ավելի շատ ամոթ է կարծես դուրս է գտնվել, վստահ եմ նմանատիպ բաները մեզ չեն կոտրելու։ Ալբերտ Սերոբյան, Նորայր Շարբաթյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։